Այո, Սակշի։ Ծնունդդ շնորհավոր։ Շնորհակալ եմ։ Երբ ես գալու աշխատանքի։ Քիչ հետո լավ լսիր, երեկվա հարցազրույցի չիփը։ Ես դա այն աղջկան թափկին եմ տվել։ Ինչ։ Ինչ համար ես նոր աղջկան այդքան կարևոր բան տվել։ Բայց դրով։ Ինչևէ, հենց որ գա դա նրանից վերցրու եւ սկսեք մոնտաժել։ Ես դա եթերից առաջ տեսնել եմ ուզում։ Այո, իհարկե։ Ես փրկված եմ, կյանքս փրկվել է։ Կյանքս փրկվել է։ Կյանքս փրկվել է։ Բարի լույս, Մարիկ։ Բարի լույս։ Բարի լույսը միայն մոր համար է պահում, իսկ մենք նրա համար ոչ ոք ենք։ Բարի լույսն ու բարի գիշերը միայն նրանց համար են, ովքեր հասկանում են, թե որն է բարին, որը չարը։ Զենքի թույլտվության ժամկետը սպառվել է։ Թարմացրու, որ կրակելու իրավունք ստանաս։ Սպասիր։ Ես քո հայրն եմ։ Միայն նրա համար, որ կիրթ ես ուզում ես հորդ հայրություն անել։ Դու ես ինձ լավն ու վատը սովորեցնելու։ Ես քեզ մի բան կասեմ։ Մենք արդեն թարմացել ենք այս զենքից օգտվելու իրավունքը։ Քեզ նման ուսյալ մարդիկ ունեմ իմ տանը։ Այ լսեք, բոլորդ այստեղ եկեք։ Ասեք, թե ինչ կրթություն ունեք։ Պարոն, ես բակալավր եմ։ Իսկ դու? Ես դիպլոմավոր խոհարար եմ։ Իսկ դու? Պարոն, ես ինժեներ եմ։ Պարոն, սխալ բան ենք արել։ Եթե սխալ բան արած լինեիք, էլ կենդանի չէիք լինի։ Գնացեք, գործի անցեք։ Լավ, պարոն։ Ես նման քիչ մարդիկ այստեղ կով են գտում։ Տան գործերն են անում։ Գիտես ինչու։ Որովհետև կարևորը ոչ թե կրթությունն է, այլ այն փողը, որ այստեղ ջրի պես հոսում է։ Հասկացար։ Երբ աշխարհն իմանա քո արած մութ գործերի մասին, ոչ տանիք կգտնես, որի տակ պատասպարվես, ոչ էլ հողը, որի վրա կանգնես։ Ինչ ես անընդհատ սպառնում ինձ։ Հա՞։ Այդ ինչ մութ գործերի մասին ես խոսում։ Մենք պատվով հարգանքով մարդիկ ենք։ Մենք մեր փողը հողի շնորհիվ ենք վաստակում։ Ես գնում եմ այն հողը, որը ինձ դուր է գալիս։ Դու չես գնում։ Դու վախեցնում ես մարդկանց, կողոպտում ես նրանց։ Իսկ այն, ինչ դու հարգանք ես կոչվում, իրականում վախ է։ Եթե այդպես ես կարծում, ոստիկանություն կանչիր, թող ինձ բռնեն։ Այն օրը, երբ քո դեմ ապացույցով վկա կգտնեմ, քո այդ ցանկությունն էլ կկատարվի։ Տեսեք, ով է տեսել այսպիսի երեխա, որը հարազատ հորը սպառնում է բանտ գցել։ Լավ, այսօր նրան էլ ոչ մի բան մի ասա։ Հանուն ինձ։ Թափկի աղջիկս, թափկի նախաճաշը։ Դեռ վեր չես կացել։ Չես ուզում աշխատանքի գնալ։ Թափկի, վեր կաց աղջիկս։ Ինչ? Ջերմություն ունես։
Աղջիկս, ինչ բարձր ջերմություն ունես։ Այո, մամ, շատ բարձր ջերմություն ունեմ։ Ես այսօր աշխատանքի չեմ գնա։ Ոչինչ, սիրելիս, պարկիր հանգստացիր։ Ես հիմա դեղ կբերեմ քեզ համար։ Ահա թե ինչից է ջերմությունդ։ Դեռ երեխա ժամանակ դպրոց չգնալու համար դու սոխ էիր դնում ոտքերիդ տակ։ Ինձ նայր, աղջիկս։ Այդ չիպի պատճառով է, որ չես ուզում աշխատանքի գնալ։ Ինչպես գնամ, մամ։ Ինչ եմ ասելու տիկին Սակշեին։ Ինչ կանի Դրուվը, երբ իմանա, որ այդ քան աշխատանքը ջուրն է լցվել։ Ոչ, մամ։ Ես շատ եմ վախենում։ Աղջիկս, հայրդ միշտ ասում է, եթե դժվարություններից փախչես, դրանք չեն լուծվի, իսկ եթե համարձակ դուրս գաս դրանց դեմ, անպայման մի ելք կգտնես։ Մի վախեցիր, համարձակ եղիր, իսկ հիմա պատրաստվիր, որ գնաս աշխատանքի։ Ամեն ինչ լավ կլինի։ Կտեսնես։ Վահ, ես ինչ ճոխ սեղան է։ Որդու ծնունդն է, ոչ թե հարսանիքը։ Դու գիտեիր, որ ծնունդն է, բայց էլի այնպես արեցիր, որ բարկանա։ Իսկ նա անընդհատ կոպտում է ինձ։ Կարծես դասարակություն չի ստացել։ Օրն առանց ամաչելու վիրավորում է։ Նրանից բացի, այստեղ ոչ ոք չի համարձակվում աչքերիս նայել։ Երբ նա ծնվեց, ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի։ Մտածում էի, թե օրծերության ինձ սատար կկանգնի, իմ գործերով, տնով կզբաղվի, բայց հիմա իմ թշնամին է դարձել։ Աշվինն ու Սանջեյը նրանց 1000 անգամ լավն են։ Նրանք իմ փոքր եղբոր որդիներ են, բայց հարազատ որդուցս ավելի շատ են հարգում ինձ։ Նա ինձ հետ վիճելու ոչ մի առիթ բաց չի թողնում։ Ծնունդը շնորհավոր։ Ողջ եղիր։ Ես ուզում էի դեռ առավոտյան քեզ օրհնել։ Հորդ հետ այնպես վիճեցիր։ Խնդրում եմ, մի բարկացիր նրա վրա։ Դու նրան գիտես։ Իսկ նա ինձ գիտի։ Այնպես որ մենք երբեք իրար չենք հասկանա։ Լավ, արի։ Ես միայն ուզում եմ, որ քեզ համար լավ լինի։ Ուրիշ ոչինչ։ Վերցրու։ Ես այս նվերը քեզ համար եմ գնել։ Մամ, վարդագույն։ Այս գույնն ինձ չի սազում։ Ինչու՞ չի սազում։ Ես այս գույնը տեսել եմ հեռուստատեսությամբ։ Ակշայը, Սարուխը, Սալմանը։ Բոլորը հագնում են։ Եթե նրանց է սազում, չեմ կասկածում, որ քեզ էլ կսազի։ Որովհետև դու բոլորից լավն ես։ Փոխվեմ ու գամ։ Տես։ Ինչքան ես սազում։ Հավանում ես։ Եթե դու ուրախ ես,
Մնացածն արդեն կարևոր չէ։ Լսիր, ես ուզում եմ այսօր քեզ համար մի խնջույք կազմակերպել։ Մամ, դու գիտես, որ ես նման բաներ չեմ սիրում։ Բայց Մամ, ես միշտ լսում եմ քեզ։ Այս անգամ էլ դու ինձ լսիր։ Ոչ մի խնջույք։ լավ։ Մամ, ես չգիտեմ թե ինչ է լինելու։ Ես ոչինչ չգիտեմ։ Հետո կխոսենք, մամ։ Թափքի աղջիկը զգուշ եղիր։ Ներեցեք, քերի։ Ինչի համար են այսպես զարդարում տարածքը։ Աղջիկս ուրեմն չգիտես։ Այսօր պարոն Դրովի ծնունդն է։ Իսկապես։ Հա։ Տեր Աստված։ Այսօր պարոնի ծնունդն է։ Բայց ես այսպիսի մեծ սխալ եմ արել։ Սխալ։ Ինչ սխալ աղջիկս։ Քերի, պարոնը հարցազրույց էր վերցրել օրիորդ Բրիայից։ Մենք օրիորդ Բրիայի հարցազրույցն այս չիպի վրա ենք տեսագրել։ Սա պատրաստի օրինակն է։ Տիկին Սակշին էր ինձ տվել չիպն ու ասել, որ լավ պահեմ։ Աղջիկս, մի բան կարելի է անել։ Ինչ, չիպը կարելի է նորոգել։ Այն ինժեները, որը համակարգիչներն են նորոգում։ Ես նրան ճանաչում եմ։ Նա երևի կարողանա քեզ օգնել։ Խնդրում եմ, հենց հիմա նրան այստեղ կանչեք։ Ասեք, որ շատ կարևոր բան է։ Ինչու ես կանգնել այստեղ։ Տիկին, ես դու ոչինչի պիտանի չես։ Միայն բամբասանք տարածել գիտես։ Բայց ես Լրիր, ես ասել էի, որ չիպը մոնտաժողին տաս։ Ինչու չես տվել։ Դեռ լավ է, որ հանդիպումս հետաձգեցին ու ես աշխատանքի եկա։ Ինչ դուր չիպը։ Տուր, ես դա պետք է մոնտաժելու տամ։ Չիպը տուր։ Տիկին, չիպը։ Ոչինչ մի ասա։ Ինձ տուր, որովհետև եթե խոսես կդառնաս ժամը 5-ը, հարցազրույցն էլ կմնա չիպի վրա։ Տիկին, ես հիմա կբերեմ։ Արագացրու, բեր։ Խոսեց նրա հետ աղջիկս։ Չուտկի, կարծես աշխարհի վերջը լինի։ Ծնունդ է էլի։ Այսքան անուշեղեն նույնիսկ քրուշակագործի մոտ չես գտնի։ Մայրիկը գրաստի պես բանեցնում է մեզ։ Այո, խանութից էլ գնել չենք կարող։ Հիշում ես, երբ անցած անգամ խանութից հալվա ենք գնել։ Նա հոտից գլխի ընկավ ու որպես պատիժ մեզ ստիպեց մի ամբողջ շաբաթվա համար անուշեղեն պատրաստել։ Ես այն օրվան եմ սպասում, երբ մեծ մայրիկի սիրտը գոնե մի քիչ փափկի եւ մենք այս տան տիրուհին կդառնանք։ Ճիշտ է, բարգի, ես էլ եմ անհամբերությամբ այդ օրվան սպասում, երբ մենք այս տան թագուհիները կդառնանք։ Տես թե ինչ ճոխություն է, եւ այս ամենը միայն մեզ համար է, ինչ լավ է։ Թագուհիներ, դուք դեռ եղած անուշեղենը չեք վերջացրել, իսկ ես ձեզ համար արդեն նորերն եմ բերել։ Ինչ կարիք կա մեծ մայրիկ, այսքան նեղություն կրել պետք չէ։ Դուք ժամանակին ինձ շատ լավ եք պահել, հիմա էլ ձեզ պահելու իմ հերթն է։ Դեռ ոչինչ չեք խմել։ Ես սահատուկ ձեզ համար եմ բերել։ Հերիք է մայրիկ էլ տեղ չունենք, էլ պետք չէ։ Խմեք, խնդրում եմ։ Ինչ ես անում, սպասիր, թափվում է։ Չուտկի, այդ ինչ ես անում։ Այս ինչ էր բարգի։ Հյութը լրիվ լցվեց ճաշի մեջ։ Հիմա ինչ անեմ։ Ինչ անելու ես արագ արա։ Մեծ մայրիկը հիմա կգա։ Ստիպված նորից պետք է եփեմ։ Այո, բայց արագացրու։ Բահայա, դա ինչքան կտևի։ Չիպի վիճակը հիշում եք, իսկական հրաշք կլինի, եթե կարողանանք վերականգնել։
Տղաս աշխատիր արական էլ այդ գործը։ Նայո քերի։ Բահայա։ Փորձիր անել ինչ հնարավոր է։ Դա շատ կարևոր հարցազրույց է։ Բահայա, աշխատիր ամեն ինչ անել։ Թե չէ Դրուվը Այո, մամ, աղջիկս, ինչ եղավ չիպը։ Մի բան ստացվեց։ Ոչ, մամ, դեռ փորձում ենք։ Ամեն ինչին պատճառով եղավ։ Ես ներողություն կխնդրեմ պարոն Դրուվից։ Ոչ, մամ, ներողությունը կարևոր չէ, այլ հարցազրույցը։ Այ քեզ բան, ասաց որ հիմա կբերի չիպը, բայց դեռ չկա։ Պետք է վազեմ նրա հետևից որ վերցնեմ։ Դա չպետք է նրան տայի։ Մամ, ես շատ եմ վախենում։ Եթե ոչինչ չստացվի, պետք է ամեն ինչ խոստովանեմ։ Պատմեմ, որ չիպը խառնվել էր կարտոֆիլի չիպսերին ու տապակվել է։ Չիպը տապակվել է։ Ինչքան համեղ է երևում։ Երբ է Դրուվ Բահայան գալու, որ կտրենք։ Դրուվ Բահայան կգա։ Բայց բարգի։ Մեր տեսակ քաղցրեղենը ոչինչ են մեծ մայրիկի թխած այս մի տորթի դիմաց։ Դրուվ եկար։ Ծնունդ շնորհավոր։ Շատ շնորհակալ եմ։ Ծնունդ շնորհավոր Դրուվ։ Շնորհակալ եմ։ Լսիր, քեզ այդ վերնաշապիկն այնքան է սազում։ Այնքան խելոք տեսք ունես, որ չես պատկերացնի։ Շնորհակալ եմ, բաբի։ Այո, չուտկի։ Դրուվն իրոք այնքան գեղեցիկ է։ Շնորհակալ եմ։ Մամ, ես գնամ։ Դրուվ։ Տորթը։ Այո, բահայա, արի տորթը կտրենք։ Լսիր, ես գիտեմ, որ դու ծնունդ նշել չես սիրում։ Բայց մեծ մայրիկն այնպիսի մեծ սիրով է այս տորթը թխել քեզ համար։ Ինձ համար բոլորովին դժվար չէ մի տորթ թխել որդուս ծնունդի համար։ Այո, Դրուվ, գնալուց առաջ տորթը կտրիր։ Գոնե մեծ մայրիկի համար։ Կտրիր, խնդրում ենք։ Կտրիր։ Լավ, մամ, միայն քեզ համար։ Happy birthday to you. Happy birthday to Devazi. Մի քիչ շատ ես դերասանություն անում։ Միայն այդ ժամանակ է մայրիկն ինձանից գոհ մնում։ Ես այսօր տորթի կրեմը Բահայայի երեսին եմ քսելու։ Ես հիմա երեսից։ Բաբի, դու գիտես, որ ես այդպիսի բաներ չեմ սիրում։ Ոչինչ, գոնե այսքանը վերցրու։ Ու մեզ էլ առաջարկիր։ Ես հիմա կկտրեմ։ Արի միասին կտրենք։ Հավասար կկտրեք։ Մամ, մի րոպե։ Ինչ կա։ Սա վերցրու։ Այսօր քո ծնունդն է։ Գոնե այսօր դա պետք չէ տալ։ Մամ, ես ամեն ամիս նույն օրը տալիս եմ վարձը։ Վերցրու։ Բաուջին դուր։ Դրուվ ես։ Մամ, ես չեմ կարող օգտվել հորս ունեցվածքից, որը նա մաքուր ճանապարհով չի վաստակում։ Վերցրու։ Տաս հայրիկին։ Նա քո հայրն է։ Դու չես կարող քեզ նրանից առանձնացնել։ Ես ու հայրս երբեք միասին չենք եղել։ Ինչ առանձնանալու մասին է խոսքը։ Բայց Դրուվ, դու նրան լավ ես ճանաչում։ Մամ, հարցն էլ դա է։ Ես նրան լավ եմ ճանաչում։ Եվ գիտեմ, որ նա իր կյանքում ոչ մի բան ազնիվ ճանապարհով չի վաստակել։ Ոչ մի բան։ Ես դա գիտեմ, Դրուվ, բայց քո սկզբունքները թող աշխատանքի տեղում։
Ես ձեր տարաձայնությունները տանել չեմ կարողանում։ Մամ, ես միայն հանուն քեզ եմ այս տանը մնում։ Իմ ու հորս միջև տարաձայնությունը միշտ է լինելու։ Մենք տարբեր կերպ ենք մտածում։ Բայց տղաս ես Մամ պետք չի։ Իդեպ տորթը շատ համեղ էր։ Որտեղից ես դա սովորել։ Լավ, ես գնամ, առայժմ։ դու ինձ փորձեցիր քո կեղծ ժպիտով խաբել, բայց ես լավ գիտեմ տղաս, թե քո հոգին ինչքան խորն է վիրավորված։ Այո։ Դրով մի մեծ խնդիր կա։ Բահայա կարողացաք նորոգել։ Շուտով կիմանանք, եթե ստացվի, լավ, եթե չէ, այն շպրտել է պետք։ Դրով, հարցազրույցի չիպը, որը պետք է մոնտաժեինք եթերի համար, այդ չիպը… Ինչ եղել այդ չիպին։ Դա քեզ մոտ է թե չէ։ Ոչ դրով, ինձ մոտ չէ։ Ու չի էլ լինի։ Ինչ։ Բահայա, մի քիչ շտապեք։ Տիկին Սակշին հիմա սրան է սպասում, նյութը դեռ մոնտաժել է պետք։ Ես վստահեցի այդ աղջկան։ Չիպը նրան տվեցի, բայց ինչպես տեսնում ես, նա կարտոֆիլի հետ տապակել է այն։ Հիմա ոչ չիպը կա, ոչ էլ օրիորդ Պրիայի հարցազրույցը։ Ներեցեք։ Չիպը լրիվ փչացել է։ Հարցազրույցը հնարավոր չէ վերականգնել։ Բարի տարեդարձ, պարոն Դրով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն բոլորին։ Իսկ հիմա գործ անցեք։ Շնորհակալություն։ Ծնունդը շնորհավոր Դրով։ Շնորհակալ եմ։ Սակշի, ինչ եղել չիպը։ Վիվեկ, գլխավոր դահլիճ կանչիր տեխնիկական թիմին, գովազդային բաժնին ու նաև նորեկներին։ Լավ, պարոն։ Թափկի, քո վերջն այսօր կգա։ Դրովը քեզ աշխատանքի է վերցրել։ Դրովն էլ քեզ կազատի։ Այն էլ բոլորի ներկայությամբ։ Ներողություն եմ խնդրում, ես չկարողացա վերականգնել հարցազրույցը։ Ներողություն մի խնդրեք։ Չիպը փչացել էր։ Իսկ դուք արեցիք ինչ հնարավոր էր։ Թափկի, արագարի, պարոն Դրովը բոլորին դահլիճ է կանչել։ Հիմա ինչ պատասխան եմ տալու պարոն Դրովին։ 6 people got badly hurt in a car crash. अच्छा Լավ, դա ինչ է նշանակում։ बाबूजी इसका Բաուջի, հինդիով դա նշանակում է, որ 6 մարդ վիրավորվել է ավտովթարի պատճառով։ Տեսնում ես, նույնիսկ վատ լուրը անգլերենով հաճելի է հնչում։ Այդ տեսակ լեզու է, որ նույնիսկ բերանը բացել պետք չէ։ Ինքն է խոսվում է։ Come, sit, okay, bye, die։ Իսկ մեր լեզվով խոսելուց այնքան պետք է բերան ծրմարենք։ Չէ, Ռամդուլալի։ Տեսար ասում է, հա։ Վերջու։ Սա տղատ է տվել այս ամսվա համար։ Շիվա, սա վերցրու տարը աղքատենին բաժանիր։ Լավ, բաուջի։
Սա էլ էսպես։ Ինչու ես միշտ այդպես անում։ Դա որդուդ արդար քրտինքով վաստակած փողն է։ Ինչու քեզ չես պահում։ Ինչ վաստակած փող։ Ես նրան էլ իմ կողքին չէի պահի, եթե դա ինձնից կախված լիներ։ Ես նրան միայն հանուն քեզ եմ հանդուրժում։ Նա էլ է հանուն ինձ մնում այստեղ։ Դու ես նրան թևեր տալիս, որ այդքան բարձր թռչի։ Ու հիմա այնքան է բարձրացել, որ քեզ էլ չի տեսնում։ Ինչու ես զայրույթդ միշտ նրա վրա թափում։ Կարող ես նրան սիրով էլ խոսք հասկացնել։ Մեր հայացքները այնքան տարբեր են։ Խոսք հասկացնել անիմաստ է, ոչ մի բան էլ չի ստացվի։ Դու նրան չես նեղացնում, բայց ինձ էլ խնայում ես։ Արի դու լարի, արի։ Դու հարազատներիցս լավն ես։ Այսպիսին է իրավիճակը։ Առաջարկներ արեք։ Ինչ կարելի է անել։ Պարոն, եթե օրիորդ Պրիայի հարցազրույցը եթեր չգնա, շատ մեծ բարդություններ կծագեն։ Այդ հարցազրույցը մի քանի լուրջ հովանավոր ունի։ Նրանց ինչ պատասխան ենք տալու։ Ես խոսել եմ օրիորդ Պրիայի օգնականի հետ։ Կարող ենք նորից հարցազրույց վերցնել, բայց մի խնդիր կա։ Նա դուրս է եկել երկրից եւ միայն 6 ամիս հետո կարող է վերադառնալ։ Ուրեմն ոչինչ հնարավոր չի անել։ Ես եմ մեղավոր, որ վստահեցի այդ աղջկան։ Բայց ես միշտ եմ այդպես անում։ Նորեկները ոչինչ չեն սովորի, մինչև նրանց ինչ որ պատասխանատու հանձնարարություն չտաս, բայց ահա արդյունքը։ Առաջին իսկ փորձից։ Մենք բոլորից աղրի առարկան ենք դառնալու։ Եվ մեղավորն այդ աղջիկն է լինելու։ Կարելի է, պարոն։ Ներս արի։ Հարցազրույցի չիփը քեզ մոտ է։ Այո։ Ուր է։ Խեղճ թափքի։ Նրան աշխատանքից կազատել։ Սա ինչ է։ Համակարգը կարդում է չիփը։ Ինչու ոչինչ չես ասում։ Որտեղ է չիփը։ Պարոն, ես Դու գիտես թե ինչ ես արել։ Դու շատ մեծ վնաս ես հասցրել անձամբ ինձ ու Ալիքի հեղինակությանը։ Հարցազրույցն արդեն իր հովանավորների հոլովակներով ազդարարվում է։ Մյուս ալիքները, մեր հեռուստադիտողները, օրիորդ Պրիան անհամբերությամբ սպասում են դա եթեր դուրս գալուն։ Նրանց ինչ պատասխան եք տալու։ Ես քեզ ասում եմ, բայց դու ինձ չէիր լսում։ Աշխատանքի վերցրիր։ Հիմա այնպիսի վիճակ է ստեղծվել, որ երբեք չէր ստեղծվել։ Քո արածը խայտառակություն էր։ Օրիորդ թափքի, որպեսզի այսօրվանից մենք այստեղ այլևս քեզ չտեսնենք։ Ճիշտ չէ, Դրուվ։ Վերցրու աղջիկս։ Դու խնդրել ես չիփը բերել քո սեղանից։ Վերցրու։ Ներիր, որ այսքան ուշացա։ Թե էի պատրաստում բոլորի համար։ Այս ինչ է կատարվում։ Չիպը փչացել էր։ Օրիորդ Պրիա, ինչ ծրագրեր ունեք։ Ձեզ միայն գովազդային հոլովակներում ենք տեսնելու, թե
Նաև մարդասիրական գործունեությամբ եք զբաղվելու։ Ես արդեն նշեցի, որ ուզում եմ հայրենիքիս համար ինչ-որ բան անել։ Ես ուզում եմ, որ մեր երկիրը մաքուր ու գեղեցիկ լինի։ Օրիորդպրիան նախ միս Հնդկաստան էր դարձել, իսկ առաջիկայում Հնդկաստանն է ներկայացնելու միջազգային մրցույթին։ Շնորհակալություն, Քերի։ Դրուվ ես Քանի տարի աշխատում ես ինձ հետ։ Բայց մինչև հիմա չես հասկացել, որ մարդուն առանց ապացույցների մեղադրել չի կարելի։ Բայց Դրուվ, ես ճիշտ էի ասել։ Ես լսել էի, որ չիպը փչացել էր։ Դու նոր հարցազրույցը քո աչքերով տեսար, բայց էլի շարունակում ես։ Պարոն, Տիկին Սակշին իրավացի է։ Չիպը կարտոֆիլի հետ տապակվել էր։ Եվ ես շատ էի վախեցել։ Հետո Քերին ինձ օգնեց։ Նա կանչեց պարոն Ալոկին։ Նա էլ վերականգնեց հարցազրույցը։ Պարոն, ես մի բան եմ ուզում ասել, ասա Քերի, այս աղջիկը չար մտքով չէր արել դա։ Բայց ամեն ինչ արեց, որ իր սխալը կարողանա ուղղել։ Նա իր համար չէր մտահոգվում։ Մտահոգում էր ձեր թափած աշխատանքի համար, որը պետք է ջուրը լցվեր։ Ներեք նրան, եթե կարող եք։ Ներեցեք, պարոն։ Հետո ինչ եղավ։ Հույս ունեմ, պարոն Դրուվը շատ չի բարկացել քեզ վրա։ Այո, աղջիկս, ինչ եղավ այդ ճիպը։ Ինչ ասաց պարոն Դրուվը։ Պարոն Դրուվը ոչինչ չասաց։ Հայրիկ, որովհետև ճիպը վերականգնվեց։ Փառք Աստծո։ Ինձ թվում էր չեմ դիմանա։ Բա ինչու ես այդքան տխուր թափքի։ Հայրիկ, ճիշտ է, ամեն ինչ կարգավորվեց, բայց ես էլի սխալ եմ արել։ Եվ գիտես, այսօր պարոն Դրուվի ծնունդն է։ Եվ այդ բանը հենց այսօր եղավ։ Բայց աղջիկս դու դա դիտմամբ չես արել։ Լսիր, գնա նրանից ներողություն խնդրիր։ Այո, նա քեզ հաստատ կների։ Լավ, ես հենց հիմա կգնամ ու ձեզ հետո կզանգեմ, լավ։ Լավ աղջիկս, մի հուսահատվիր։ Լավ հայրիկ։ Ես պետք է ներողություն խնդրեմ։ Բայց ինչպես։ Ես այն ժամանակ էլ ներողություն խնդրեցի, բայց նա ոչինչ չասաց։ Դրուվն այսօր բոլորի մոտ ինձ վիրավորեց այդ աղջկա պատճառով։ Ներեցեք Տիկին։ Այո, ասա։ Ես ուզում եմ մի բան հարցնել։ Այսօր պարոն Դրուվի տարեդարձն է։ Ինչ տորտ պատվիրեմ նրա համար։ Լսիր, շոկոլադե տորտ պատվիրիր։ Թող նա կտրի, իսկ ես կրեմը կքսեմ նրա դեմքին։ Լավ Տիկին։ Ուր ես գնում։ Բոլորդ այսօր խոսքներդ մեկ եք արել, որ ինձ հունից հանեք։ Ես առաջին ու վերջին անգամ եմ ասում, Դրուվը տարեդարձը նշելու ոչ մի ցանկություն չունի։ Այնպես որ մտքովդ անգամ չանցնի որևէ բան կազմակերպել, թե չէ աշխատանքից կազատվես։ Հասկացար։ Այո, շատ լավ։ Ես ներողություն կխնդրեմ պարոն Դրուվից։ Բայց ինչ կլինի, եթե բարկանա։ Գուցե նամակով ներողություն խնդրեմ, բայց ես նրա էլեկտրոնային հասցեն չունեմ։ Ստիպված եմ անձամբ գնալ։ Վիվեկ, այսօր մեզ մոտ այնքան էլ լավ բան չեղավ։ Հենց Դրուվի ծննդյան օրը պետք է այսպիսի աղմուկ բարձրանար։ Մենք ամեն տարի այնքան լավ ենք նշում դա։ Այո, Տիկին, բայց Այո, գիտեմ։ Ամեն տարի նոր աշխատողները տորտ գնելուց դա նրա դեմքին են քսում։ Միայն այդպես են մտերմիկ հարաբերություններ հաստատվում Դրուվի եւ նոր աշխատողների միջև։ Այս տարի թափքին նոր է, չէ՞։ Բայց ես չեմ կարող ասել, որ նա այդպիսի բան անի։ Այս տարի Դրուվի համար ոչինչ չենք կարող անել։
Տիկին, मैम այն ինչ նոր ասացիք պարոն Դրովի ծնունդի համար։ ध्रुव सर के जन्मदिन पर Ճիշտ էր։ Այո, ճիշտ էր։ Բայց այս անգամ Ես տորթը կսեմ նրա դեմքին, բայց केक ինչպես կարող եմ։ Արագ բեր սաբզեն։ Դիր այդտեղ։ Ես կանեմ, դուք թողեք։ Այսօր իմ որդու ծնունդն է։ Ես եփել եմ, ես էլ ամեն ինչ նրան աշխատանքի կտանեմ մի ծաղկեփնջի հետ։ Թե չէ։ Ճուտկի, նայր այն կարմիր վարդին։ अति सुंदर है Դա հարմար է ծաղկեփնջի համար, զգույշ։ लगेगा संभाल के अरे ये काटा ही Փուշը ծակեց։ Բան չպատահեց, չէ։ Ոչ, բան չեղավ։ Տես ինչքան սիրուն է։ Դրա համար էլ ասացի, որ քաղես։ तोड़ने के लिए Դրովի ծաղկեփնջի համար։ के लिए वैसे Լսիր, Բարկի, այս ծաղիկը քո մազերի մեջ ավելի սիրուն կլինի։ Ճիշտ է։ Չդնեմ մազերիդ մեջ։ Այո, դիր։ Լավն է։ Շատ լավ է։ Ու քեզ շատ է սազում։ अच्छा Լսիր, Չուտկի, դու էլ սա դիր։ Քեզ կսազի։ लगेगी हम भी लगा ले Դնեմ։ Իհարկե, դիր։ Բարկի, սա քեզ ավելի կսազի։ Դու դիր։ Լավ, բռնիր։ Մեծ մայրիկ։ Չուտկին էր ասել։ Ես բան չեմ ասել, մայրիկ։ Երբ եմ ասել։ Չեմ ասել։ Շարունակեք։ Այո, մեծ մայրիկ։ Ինչքան շատ ծաղիկ լինի, այնքան ավելի գեղեցիկ կլինեք։ Դիր ու ինձ ցույց տուր։ Լավ։ Հիմա այս բոլորն էլ դիր։ Բոլորը։ Բայց մայրիկ, սրանք ծաղկեփնջի համար են։ Կարող ես ծաղկեփունջ կազմել, երբ բոլոր ծաղիկները գլխիդ շարես։ Դա ավելի կարևոր է, չէ։ Ներիր մայրիկ, շարիր գլխիդ, ապա։ Լավ։ Իսկ հիմա տնով մեկ մանարի, որպես ծաղկեփունջ։ Դա քո պատիժը կլինի։ Ներիր մեծ մայրիկ, լռիր։ Հեռախոսը վերցրու, նկարիր նրան։ Նրան նկարիր։ बड़ी सासू माँ Մեծ մայրիկ, ես հասկանում եմ, որ դու մեզ պատժում ես մեր արածի համար, ये बात तो समझ में आती है पर ये բայց ինչու ես ուզում, որ նա ամաչի, որ ամբողջ կյանքում հիշեք։ Ամեն սխալ իր պատիժն ունի։ Ես բերեցի տորթը, բայց ինչպես եմ սա նրա երեսին քսելու։ अगर उनको मेरा Իսկ եթե նրան դուր չգա։ लगा तो Լսիր ինձ։ Բոլորին ասա, որ ես վարկանիշի համար չեմ աշխատում։ Ես վարկանիշ եմ ձեռք բերում, որովհետև աշխատում եմ։ Եվ որ ամենակարևորն է, ես ուզում եմ, որ այդ մասին իմանան բոլորը։ Սկսած շարքային հեռուստադիտողից մինչև մեր աշխատողները։ Բայց աղջիկս դու դա դիտմամբ չես արել։ Լսիր, գնա, ներողություն խնդրիր նրանից։ Ամեն տարի նոր աշխատողները տորթ գնելուց դա նրա դեմքին են քսում։ Միայն այդպես են մտերմիկ հարաբերություններ հաստատվում Դրուվի եւ նոր աշխատողների միջև։
Ինչ եղել։ Ծնունդդ շնորհավոր, պարոն Դրուվ։ Ինչ ես անում։ Ինչպես ես համարձակվում տորթը դեմքիս քսել։ Պատասխան տուր։ Ում ես հարցրել, որ այսպիսի բան ես արել։ Դու տորթը քսեցիր մի մարդու դեմքին, որը դա պարզապես տանել չի կարողանում։ Նույնիսկ մենք չենք համարձակվել նման բան անել, իսկ դու ուղեղ ունես, թե չէ։ Ման, դու։ Ես Մտահոգվելը ոչինչ չկա։ Նյարդային լարվածություն է ուշաթափվել։ Ամեն ինչ կանցնի։ այս աղջիկը գալու պահից անընդհատ սխալներ է անում։ Բայց այսօր չափն անցավ։ Դրով, հենց որ ուշքի գա, ազատիր նրան։ Այս ստուդիան նրա տեղը չէ։ Ամեն ինչի մեղավորը նա էր։ Մամ, ներիր, որ նվիրածդ վերնաշապիկը կեղտոտվեց։ Նա էր մեղավոր։ Դու նրան ոչինչ չես ասի։ Աշխատանքից էլ չես ազատի, բայց մորաքույր։ Նա արեց մի բան, որը ոչ ոք չհամարձակվեց անել։ Դու այդպես ասացիր եւ իրավացի էիր։ Ոչ միայն այստեղ։ Մեր տանն էլ Դրուվը չէր թողնում, որ ծնունդը որևէ կերպ նշենք։ Բայց ես այսօր ուրախ եմ այս աղջկա արածի համար։ Երբեմն միամիտ լինելը լավ բան է։ Բայց մամ, դու գիտես, որ Ինչ վատ բան կա դրա մեջ։ Վատ է, երբ մարդ լավ առիթով ուրախանում է։ Եթե մարդիկ գերեսիդ քսված տորթը տեսնելով ժպտում են, ինչ վատ է։ Ոչ տղաս։ Բոլորն աշխարհում իրենց ծննդյան օրը մեծ շուքով են նշում։ Քեզ էլ այսօր առաջին անգամ մի լավ բան եղավ։ Ես սրա համար շատ ուրախ եմ։ Ազնիվ խոսք։ բայց մամ, Ես ասացի, նա ոչ մի վատ բան չի արել։ Դու նրան ոչինչ չես ասի։ Հանուն ինձ։ լավ, ինչպես կասես։ Լսիր։ Այնքան բան եղավ, որ մոռացա ասել։ Ես քո սիրած խորտիկներից, քո սիրած քաղցրեղենից էի եփել ու բերել, որ քեզ զարմացնեի։ Բայց իրականում ինքս զարմացա։ Արի։ Մամ,
Ինչ կարիք կար այսքան բան անել։ Լսիր, թողնեի, որ տղայիս ծնունդն աննկատ անցներ։ Հա? Լսիր, ամեն ինչ ժամանակին կուտես, լավ։ Այս վերնաշապիկն էլ լվացքատուն ուղարկիր, թող լվանան։ Մի բան էլ, այս աղջկան Հանում քեզ։ ոչինչ չես ասի։ Արի, Արի Մարիկ, ես քեզ կուղեկցեմ։ դու քո աշխատանքին անցիր։ Ես գնամ, առաջին անգամ այստեղ չեմ։ Հանգիստ եղիր, Տրով, ես նրան կուղեկցեմ։ Վիվեկ, Այո, տիկին։ Վիվեկն ինձ կուղեկցի։ Ճիշտ չէ։ Այո, տիկին։ Գնա, գործերը դրա։ Գնամ։ Ինչպես ես համարձակվում։ Տորթը դեմքից սկսել։ Տեր Աստված։ Այս ինչ եմ արել։ Ես ուզում էի ներողություն խնդրել պարոն Դրովից, բայց այս անգամ նրանից բացի նրա մորն էլ իմ դեմ տրամադրեցի։ Պարոն, ես ուզում եմ։ Գնա գործերը տարա։ Գիտես թե ինչու քեզ խնդրեցի ինձ ուղեկցել։ Ոչ տիկին։ Որտեղ է հեռախոսդ։ Գրիր համարես։ 92 32 42 402։ Լավ։ Հիմա ինձ ուղարկիր այդ նկարը, ինչպես նկարներն ու հաղորդագրությունը, որ ընկերներիդ ուղարկեցիր։ Ինձ էլ ուղարկիր։ Ինչ նկարներ տիկին։ Դու նկարներ էիր անում, երբ այդ աղջիկը տորթը Դրովի երեսին էր քսել։ Դրանք ինձ ուղարկիր։ Տիկին, ինչ իմացաք։ Ես Դրովի մայրն եմ։ Նա լուրեր է հավաքում բոլորի մասին, իսկ ես աչքս բոլորի վրա եմ պահում։ Տիկին, ես հենց այնպես եմ նկարել։ Արա ինչ ասում եմ։ Հիմա Լավ։ ստացա։ Իսկ հիմա այդ նկարները ջնջիր հեռախոսիցդ։ Ջնջիր։ Լավ։ Հիմա գործերիդ անցիր։ Դրովի մայրը ավելի խորհրդավոր է։ Չես հասկանում, երբ է գո, երբ է դժգո։ Պարոն Վիվեկ։ Պարոն, դուք Դրովի մորը չեք տեսել։ Ես նրան դուրս ուղեկցեցի։ Նա գնաց։ Նա գնաց։ Իսկ ես նրանից չհասցրի ներողություն խնդրել։ Կրկնօրինակումը կատարվել է Շանթ հեռուստաընկերությունում 2019 թվականին։